Հաջորդ մեկը նախագիծը դա սնանկության մասին օրենսգիրքն է։ Այսօր ունենք այնպիսի իրավիճակ, ցավով եմ նշում, որ սնանկությունը եւ այդ process-ը ավելի շատ օգտագործվում է պարտատերերի պարտքը փակելուց խուսափելու համար եւ հստակ ոչ թե հստակ չեն, այլ մեղմ են այն պայմանները, որոնց առկայության դեպքում անձը կարող է ճանաչվել սնանկ, ինչպես նաև չկան հետևանքներ սնանկ ճանաչվելուց հետո անձի հետ կապված վարքագիծ դրսևորելու համատեքստում։ Այս բոլոր խնդիրների լուծմանն է միտված սնանկության նոր օրենսգիրքը, որը համապարփակ եւ համալիր կերպով կարգավորելու է եւ նյութական եւ դատավարական օրենսդրությունը եւ կենտրոնում ունենալու է առողջացման գաղափարը։ Այսինքն մենք մինչև սնանկության վարույթը կանխարգելի չվարույթներ ենք նախատեսում, որպեսզի պարտական իրավաբանական անձինք եւ ոչ միայն իրավաբանական, այլ ֆիզիկական անձինք հնարավորություններ ունենան առողջանալու եւ ոչ թե սնանկանալու, լուծարվելու եւ այլն։ Այս նախագիծը առանցել է կառավարության հավանությանը եւ ապագայում քննարկվելու ազգային ժողովում։ Հաջորդ կարևոր նախագիծը ունի մեր երկրում դատավարությունները կարելի ասել ավելի արդյունավետ կերպով կարգավորելու միտք եւ նաեւ ժամկետների հարցում նոր կարգավորումներ ունենալու մտադրություն։ Խոսքը բոլոր դատարաններում գործերի քննության կոնկրետ ժամկետներ նախատեսելու նախաձեռնության մասին է։ Յուրաքանչյուր նախագծով մենք հիմա տարբեր փուլերում ենք գտնվում։ Օրինակ, քրեական վերաքննիչ դատարանում սահմանվում է գործերի քննության 6 ամսյա ժամկետ, այն մեկ կամ եթե չեմ սխալվում 2 անգամ բաժի, չէ, 1 անգամ 4 ամսով երկարացնելու հնարավորությամբ, իհարկե այդ երկարացում պետք է լինի պատճառաբանված որոշմամբ, եւ այդ նախագծում նախատեսվում է նաեւ վերաքննիչ բողոքի գրավոր քննության ընթացակարգ։ Իհարկե նախատեսվում է նաեւ հնարավորություններ, եթե կողմը կամ դատարանը ցանկություն ունի տեղափոխվել բանավոր քննության, դա կարող է տեղի ունենալ, այսինքն այնպես չէ, որ մենք ասում ենք վերջնական, որ միայն գրավոր քննություն է տեղի ունենալու քրեական վերաքննիչ դատարանում։ Այս նախագիծը առաջին ընթերցման ընդունվել է ազգային ժողովի կողմից եւ քննարկվելու է երկրորդ անգամ։ Հաջորդ նախագիծը վերաբերում է վարչական վերաքննիչ դատարանին։ Այս դեպքում մենք կրկին սահմանում ենք գործերի քննության 6 ամսյա ժամկետ եւ սահմանում ենք գրավորության սկզբունք։ Այս նախագիծը կրկին առաջին ընթերցմամբ արժանացել է ազգային ժողովի հավանությանը եւ տեղափոխվել ենք այլևս երկրորդ ընթերցման փուլ։ Մյուս բոլոր դատարանների դատավարություններում ժամկետների նախատեսմանը վերաբերող նախագծերը բացի քրեական դատարանից, խոսքը առաջին ատյանի դատարանի գործերի քննության ժամկետների սահմանման մասին է, այլևս գտնվում են ազգային ժողովի տիրույթում առաջին ընթերցման հետ կապված քննարկումը շուտով արդեն տեղի կունենա։ Ինչ է սա նշանակում, որ մենք որդեգրում ենք եւ ապահովելու ենք քաղաքացիների համար կանխատեսելիության գաղափարը։ Այսինքն քաղաքացին, եթե առնչվի դատարանի հետ, պետք է իր համար կանխատեսելի լինի, որ իր գործի վերաբերյալ քննությունը տևելու է, օրինակ, առավելագույնը 1 տարի կամ առավելագույնը 2 տարի, եւ սա շատ լուրջ ու կարեւոր քայլ է միտված ողջամիտ ժամկետներում գործերի քննության սկզբունքի իրացմանը, դատավարությունների արդյունավետ իրականացման սկզբունքի իրականացմանը եւ մի շարք այլ սկզբունքների ապահովմանը։ Ամենամեծ խնդիրն է դեռևս սա, որ մեր պետությունում գոյություն ունի եւ մենք գնում ենք դա ռադիկալ կերպով լուծելու ճանապարհով, որովհետեւ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որքան էլ մենք ասենք, որ դատավորների քանակը քիչ է եւ փորձենք հաստիկներ ավելացնել, աշխատավարձ բարձրացնել եւ այլն, միևնույն է խնդիրը չենք լուծում։ Իհարկե, զուգահեռ նաեւ պետք է աշխատենք դատարանները այլ ճանապարհներով բեռնաթափելու ուղղությամբ։ Մեկ օրինակ կբերեմ, այսօր ամենածանրաբեռնված աշխատում է ըստ էության վարչական դատարանը, վարչական վերաքննիչ դատարանում
մեծ փոփոխություն է տեղի ունենալու, այս նախագիծը ևս առաջին ընթերցմամբ հաստատվել է ազգային ժողովի կողմից, խոսքը պետական մարմինների վերադասության կարգով, այսինքն վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքի սահմանափակման նախագծի մասին է, մինչև 300,000 դրամ տուգանքներով ակտերը, պետական մարմինները այլևս հնարավորություն չեն ունենալու բողոքարկել վերաքննիչ դատարան եւ վիճակագրական թվերը փաստում են, որ այս փոփոխության իրականացմամբ վերաքննիչ վարչական դատարանի ծառաբեռնվածությունը թոթափվելու է 30%-ով։ Այսինքն վարչական դատարանը հնարավորություն է ունենալու կենտրոնանալ այլ գործերի վրա եւ ավելի արագ քննել գործերը եւ քանի որ նախորդին նշեցի, որ ունենալու են հստակ ժամկետ գործերի քննության, ըստ էության մեր քաղաքացիները կարծում եմ պետք է ապագայում 1-2 տարի հետո գոնե թե գոհ լինեն այն process-ի տևողությունից, որի մեջ իրենք կհայտնվեն։ Հաջորդ կարևոր փոփոխությունը, որը տեղի ունեցել, կրկին պրոֆեսիոնալների գործելակերպի կանխատեսելիության ապահովմանը ավելի միտված եւ կոռուպցիայի դեմ պայքարին, խոսքը բարեվարկության վերաբերյալ եզրակացությունների եզրափակիչ մասի հրապարակման պահանջի սահմանման մասին է։ Սա ևս այլևս արժանացել է արժանանության առաջին ընթերցմամբ եւ երկրորդ ընթերցմամբ կլսվի առաջիկայում, ինչ նախագիծ է սա։ Մի շարք պաշտոնների պարագայում պարտադիր է, որպեսզի թեկնածուներն անցնեն բարեվարկության ստուգում, որի արդյունքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տրամադրում է եզրակացություն կամ բացասական կամ դրական։ Իհարկե այդ եզրակացությունը ունի խորհրդատվական բնույթ, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ նշանակող մարմինները, այսինքն այն մարմինները, որոնք տվյալ պաշտոնին անձի նշանակելու հնարավորություն ունեն, շատ հաճախ հաշվի չեն նստում այդ եզրակացության բովանդակության հետ եւ առաջխաղացման են գնում մարդիկ կամ նշանակվում են պաշտոններում մարդիկ, ովքեր ունեն բացասական եզրակացություն։ Սա պրակտիկայում չի բացառվում եւ ապագայում էլ չեն կարող բացառել, բայց որպեսզի նշանակումներն ավելի կանխատեսելի դարձնենք եւ հանրության համար թափանցիկ, սահմանել ենք պահանջ նշանակման դեպքում բարեվարկության եզրակացության եզրափակիչ մասը հրապարակելու։ Այսինքն, եթե նշանակող մարմինը կհամարի, որ միևնույն է, պետք է հաղթահարել այդ եզրակացությունը եւ նշանակել պաշտոնում անձին, ապա պետք է այդ եզրակացության եզրափակիչ մասը տեսանելի լինի մեր բոլորի համար։ Հաջորդ կարևոր օրենսդրական նախաձեռնությունը, որը եղել է, դա էթիկայի եւ կարգապահական հարցերի դատավորների հանձնաժողովի հետ կապված փոփոխությունն է։ Այստեղ ունենք շահերի բալանսավորման խնդիր, դատավորների թիվը շատ ավելի մեծ է, քան իրավաբան գիտնականների, մենք փորձում ենք բալանսավորել, նախատեսում ենք 3 նոր տեղ իրավաբան գիտնականների համար, որպեսզի գերատեսչական շահը իսպառ բացառենք։ Մենք քննարկել ենք նաև անձնական տվյալների պաշտպանության նոր առանձին մարմնի ստեղծման հնարավորություն նախատեսող հայեցակարգը եւ հիմա մշակում ենք օրենսդրական նախագիծը։ Սա այն մասին է, որ մեր պետությունում պետք է գործի առանձին մարմին բավարար ռեսուրսով, որպեսզի կարողանանք մենք այս ոլորտում մեր աշխատանքները կազմակերպել շատ ավելի արդյունավետ եւ միտված մարդու անձնական տվյալների պաշտպանության։